Կենտրոնական իշխանություն այս պահին Ուկրաինայում չկա եւ չի կարող լինել։ Քաղաքական ճգնաժամը հանգուցալուծվելու է ազատ ընտրություններով եւ նոր սահմանադրության ընդունումով։ Քաղաքական process-ը հեղափոխության հետ կապված այդ ժամանակ կգա իր տրամաբանական ավարտի, երբ Ուկրաինան կունենա նոր սահմանադրություն հանրության կողմից գիտակցված եղանակով ընդունված եւ երբ ուկրաինական ժողովուրդը կձևավորի իր օրինական լեգիտիմ իշխանությունները ազատ ընտրությունների միջոցով։ Հեղափոխությունը ստեղծել է բոլոր անհրաժեշտ նախադրյալները, որպեսզի դա լինի, իսկ այն արյունը, որը թափվել է այդ հեղափոխության ժամանակ, բնականաբար հանդիսանում է հենց այն հենարանը, որը որ բոլորին զգոն կպահի այս ժամանակահատվածում, ես նկատի ունեմ կուսակցություններին, տարբեր տեսակի տեխնոլոգիաների միջոցով փորձել յուրացնել ժողովրդի հաղթանակը եւ դարձնել դա իրենց համար ինչ-որ քաղաքական պրոդուկտ։ Շատ հատկանշական է այն հանրության արձագանքը Յուլիա Տիմոշենկոյի ի հայտ գալուն, երբ պարտադրեցին, որ ինքը կորտեջը իր կանգնացնի եւ մատնանշեցին, որ այս ամբողջը ձեզ համար չէ, դուք չեք հեղափոխության պտուղներ քաղողներ։ Սա նոր որակ է սովետական տարածքում եւ նոր process է ընդունեցել ենք ըստ էության փափուկ հեղափոխություն Վրաստանում, մենք ասելով սովետական տարածքի ժողովուրդների նկատի ունեմ, Ուկրաինայում տեսանք դրա կոշտ տարբերակը, Հայաստանը հավանաբար դա հաջորդ կետն է լինելու, որտեղ ժողովուրդը նույնպես դուրս կգա ափերից եւ հեռու չի այդ օրը եւ կվերացնի քրեոլիգարխիկ համակարգը։ Սա իհարկե նյութ է եւ բոլոր այն մարդկանց համար, ովքեր որ իրենց առաջ դնում են նպատակ վերացնել Հայաստանում քրեոլիգարխիկ համակարգը, մենք տեսանք ինչ կարող է անել անցավոր կազմակերպված խմբերը, երբ գործում են իշխանությունը, ինչ գործողությունների են նրանք գնում, դիպուկահարների օգտագործում, բռնության տարբեր տեսակի կիրառում եւ այլն, բնականաբար պիտի դա հաշվի առնենք եւ հաշվի ենք առնում արդեն Հայաստանում, որպեսզի հեղափոխական process-ները չզուգորդվեն այդպիսի մարդկային զոհերով։ Եթե գնահատենք Հայաստանի քրեական օլիգարխիան եւ Ուկրաինայի, իհարկե Հայաստանում այն կազմակերպած անձավոր խմբերը, որոնք որ վերահսկում են իշխանությունը, ավելի դաժան են եւ իրենք ավելի կոշտ քայլերի են պատրաստ լինելու գնալ, երբ որ խնդիրը կանգնելու է իրենց ոչնչացման վերաբերյալ։ Բնականաբար եւ հեղափոխական ուժերը պիտի հաշվի առնեն այդ հանգամանքը եւ իրենց գործողությունները պլանավորելուց անպայման այդ կանխարգելիչ գործողությունները ի սկզբանե նախատեսեն։ Իհարկե Ուկրաինայում հեղափոխությունը կանխամտածված չէր իրականացել, դա սպոնտան սկիզբ ուներ, դա բերեց այն անհրաժեշտության, ինչի մոտ 3 ամիս անհրաժեշտ էր հանրությունը արթնացնելու եւ Մայդանը ուներ այդ դերակատարությունը, ինքը ձևավորել էր հանրային ֆորում, հարթակ, որտեղ որ քաղաքացիական շարժումը ձևավորվում էր։ Հայաստանում հեղափոխությունը լինելու է ավելի գիտակցված եւ ավելի պատրաստված։